Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում հավատում եմ, չեմ հավատում մեդիագրագիտության խաղն է։ Ես Նանեն եմ, փաստեր ստուգող լրագրող, եւ մեր հերթական թողարկման հյուրը բլոգեր հաղորդավար Մերի Ներսիսյանն է։ Բարև ձեզ, Մերի։ Բարև ձեզ, Նանեն։ Հետևել եք մեր նախորդ թողարկումներին։ Հասցրել եմ մեկը դիտել։ Գիտեք, որ մենք ունենք առաջատար, բլոգեր Եվա Ղարիբյանն է, նա ունի 13 միավոր եւ պետք է փորձեք հաղթահարել նրա ռեկորդը։ Փորձեմ։ Շատ լավ, մի փոքր ներկայացնեմ խաղի կանոնները։ Մենք ձեզ տալու ենք 5 լուր տեղական եւ միջազգային լրահոսից, որոնք կարող են լինել կամ կեղծ, կամ ճիշտ։ Դուք պետք է պարզապես ասեք հավատում եք դրանց թե ոչ։ Իհարկե ձեր մտքում կամ բարձրաձայն փորձելով ստուգել փաստերը ու հասկանալ բարձրաձայն թե ինչու դրանք կարող են լինել ճիշտ կամ սխալ։ Եվ նաեւ մինչեւ խաղին անցնելը ես գիտեմ, որ դուք աշխատել եք մեդիա ոլորտում, լուրեր եք մեկնաբանել։ Հիմա երբ օրվա ընթացքում թերթում եք լրահոսը, ավելի շատ ձեզ դիրքավորում եք որպես շարքային ընթերցող, թե մասնագետի աչքով եք նայում լուրերին։ Եվ, որովհետև այնուամենայնիվ լինելով մասնագետ դժվար է միայն ընթերցողի աչքերով նայել լրահոսին, փորձում եմ համատեղել, հա, եւ մասնագիտական աչքով եւ նաեւ որպես սովորական ընթերցող։ Շատ լավ, հիմա այս խաղի ընթացքում խորհուրդ է տրվում ավելի շատ մասնագետի աչքով նայել լուրերին եւ կարդամ առաջին հարցը, ճիշտ պատասխանի դեպքում վաստակելու եք 1 միավոր։ Պատրաստ եք։ Այո։ Ամերիկացի աշխարհահռչակ рэփեր Future-ը Instagram-ի իր էջում կիսել է Հայաստանի վարչապետի տեսանյութը, որում Փաշինյանը ավտոմեքենայում լսում է իր հիթերից մեկը։ Այս մասին գրում է հայաստանյան մամուլը։ Հավատում եք սրան։ Այո, հավատում եմ, որովհետև հայտնի рэպերի Instagram-յան էջը ստուգել եմ, story բաժինը դեռահաս աղջկաս հորդորով, որ մամա։ Այսինքն սկզբնաղբյուր եք գնացել։ Այո, եւ տեսել եմ, որ րեպերը կիսվել է իր story բաժնում այդ տեսանյութով։ Եվ սա ճիշտ պատասխանն է, վաստակեցիք 1 միավոր, այո, եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, որ սկզբնաղբյուրում լուրը ստուգելը կամ սկզբնաղբյուրը փնտրելը ամենակարևոր բանն է, որովհետեւ անգամ պրոֆեսիոնալ ԶԼՄ-ները կարող են սխալվել, այո։ Շատ լավ, անցնանք առաջ եւ երկրորդ հարցը, որի ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք 2 միավոր։ Ռուսաստանյան աղբյուրները լուր են տարածել, թե Երևանում նախատեսվում է անցկացնել LGBTQ+ համայնքի երթ։ Նման մի լուր էր տարածվել նաեւ այս տարվա փետրվարին, համաձայն որի այդ երթը կայանալու էր ապրիլի 7-ին։ Այսինքն ես պետք է ասեմ, արդյոք տարածել են լրատվամիջոցները, թե ոչ, լրատվամիջոցները տարածել են, սա փաստ է։ Սա փաստ է, որ ռուսաստանյան աղբյուրները լուրը տարածել են։ Դա փաստ է։ Կուզեի իմանալ, որ աղբյուրները հետաքրքիր է պաշտոնական։ Ոչ այնքան հայտնի։ Ոչ այնքան հայտնի, թե Երևանում նախատեսվում է անցկացնել LGBT համայնքի երթ, նման մի լուրը։ Այսինքն ես հիմա պիտի ասեմ, տարածել են այդ աղբյուրները, թե ոչ, չէ։ Այս աղբյուրները տարածել են լուրեր, դրանք այնքան էլ արժանահավատ աղբյուրներ չեն, եւ հարցի ամենակարևոր հատվածն այն է, որ արդյոք երթը անցկացվելու է։ Այո, այսպիսի լուրեր պարբերաբար են տարածվում իրար հետ կապ ունեցող տարբեր աղբյուրներից։ Ես պիտի փաստորեն հավատամ, արդյոք Հայաստանում անցկացվելու է երթ, թե ոչ։ Դրան պետք է հավատամ։ Ես նման լուր չեմ կարդացել եւ կարծում եմ, եթե նման լուր պաշտոնապես լիներ, մեր հասարակությունը այն բավական խորը ընդլայնված կքննարկեր երթևական ժամանակ եւ միանշանակ այդ ինֆորմացիան նաեւ ինձ կհասներ, ես նման որևէ բանի չեմ հանդիպել, դրա համար ես կարծում եմ, որ սա կեղծ է։ Շատ լավ, սա ճիշտ պատասխանն է։ Իհարկե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը եւ աղբյուրը, որը տարածել էր այս լուրը, նախորդ անգամ եւս տարածել էր փետրվարին, ինչպես ասացինք, եւ ապրիլի 7-ը եկել անցել է, այդպիսի շքերթ չի եղել, այսինքն աղբյուրը մեկ անգամ արդեն խաբել է եւ դրա նկատմամբ արժանահավատության մակարդակը, այո, բաց թողեցի այդ կարևոր փաստը, բայց այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ եթե մեկ անգամ կեղծ լուր է տարածում ոչ այնքան արժանահավատ կասկածելի աղբյուր, երկրորդ անգամ պետք չէ այնուամենայնիվ դրան հավատալ կամ պետք է գոնե ստուգել։ Այո, պիտակ այնուամենայնիվ կպնում է լրատվամիջոցները։ Այո, շատ լավ, գնում ենք միջազգային լրահոս, տեղափոխվում ենք Դանիա, այստեղ էլ իրենց խնդիրները ունեն։ Դանիայի կառավարությունը հայտարարել է երկրում 30,000 մզկիթ կառուցելու մասին։ Այս մասին հայտնում են Facebook-յան էջերը։ Facebook-յան էջերը հայտնում են, որ Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ մզկիթներ են կառուցվելու։ Facebook-յան էջերը
Ես հետաքրքիր է, միգուցե շատ դասական լրագրության այդ այնուամենայնիվ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկան եմ ավարտել եւ իմ դասախոսները ավելի դասական ժուրնալիստիկայի այդ կանոններով են ինձ մեծացրել եւ ես մի տեսակ այս վերջերս հասկացել եմ, որ սոցհարթակները որպես միգուցե սվատ բան եմ ասում, բայց լուրջ մեդիայի աղբյուր չեմ ընկալում, այնուամենայնիվ, հայ, երբ տեսնում եմ սոցհարթակներում որևէ լուր, եթե անգամ օրինակ լրատվամիջոցի սոցհարթակն է, ես պետքա գնամ մի հատ կայք, դա այնտեղ կանամ, նոր համոզվեմ, հիմա ձեր ասածը, որ Facebook-յան էջերին մի քիչ իմ մեջ կասկած բան արեց, նախ լուրը արդեն զարմացնող է, ուղղակի պիտի նաև խոստովանեմ, որ Դանիան այն երկիրը չի, որի օրինակ լրահոսին ամեն օր կամ շաբաթվա ընթացքում այդպես հետևում եմ, հա, օրինակ Ռուսաստան չի, Միացյալ Նահանգներ չի, Իրան չի, հարևան երկրներ չեն, բայց այս տեղեկատվությունը նաև եկել է Հայաստանյան դաշտ, այո, հավանաբար որոշակի կարծրատիպեր ամրացնելու մասին, Եվրամիության, Արևմուտքի մասին, որ իրենք էլ են բաց, ազատ են, տեսեք, ոչ մի կեղծիք կամ ճիշտ լուր հենց ես չեմ հավատում Դանիայում 30,000 թիվն էլ է մի քիչ զարմացնող, որովհետև 30,000-ը քիչ թիվ չի, դրա համար ես կասեմ, որ չեմ հավատում այս լուրին։ Ահա, եւ դուք ճիշտ եք, լուրը կեղծ է, որովհետև Facebook-յան էջերը վստահելի աղբյուր չեն եւս մեկ անգամ ասենք, չնայած դա չի նշանակում, որ որևէ սոցիալական մեդիայի բացառվում է, որ ճիշտ լուրն է։ Այո, եւ 30,000 մսկիթ, ինչու պետք է Դանիայում այդպիսի նաեւ որոշում կայացնեին, ու տեսնում ենք նարատիվները շատ նման են, որովհետեւ Հայաստանի վերաբերյալ է այսպիսի կեղծիք տարածվել, որ կառավարությունները հանձնառություն են վերցնում մսկիթներ կառուցել ամենուրեք ամբողջ աշխարհում։ Շատ լավ։ Եվ անցնում ենք 4-րդ հարցին, մի փոքր տեխնոլոգիական ոլորտին է վերաբերում ռոբոտներին։ Հեչին ոլորտը չի, բայց փորձենք։ Բայց կարևոր ոլորտ է, որովհետև մեր կյանքը ամենուրեք ռոբոտացվում է։ Դա մեր ապագայի մասին է շատ մոտ։ Գնացինք։ Լեհաստանում մարդանման ռոբոտը հետապնդել է մի քանի վայրի խոզերի, վարազների։ Այս մասին գրում է միջազգային մամուլը։ Հետապնդել է։ Դե շատ հանգիստ կարող է հետապնդել։ Ուզում հասկանամ սրա կեղծը ինչ կարող է լինել։ Որտեվ շատ ծայրահեղ չի էլի լուրը։ Տեսանյութ հանդիպել եք այդպեսին։ Չէ, չեմ հանդիպել, չեմ տեսել։ Հավանաբար սա ինչ որ անվտանգության ոլորտում ներդրված ռոբոտ է, օրինակ շինությունը կամ չգիտեմ, կարծես հյուրանոց է, որը պաշտպանում է մոտակայքում հնարավոր հանդիպող կենդանիներից եւ շատ լավ գործ է արել։ Ես կարծում եմ, որ սա հավաստի է։ Հավատում եմ այս լուրին։ Բայց մենք գիտենք, որ համացանցում այսպիսի տարօրինակ տեսանյութերը շատ են, մեծ մասը արհեստական բանականությամբ է գեներացված, օրինակ ինչպես կտարբերեք, որ ես կարծում եմ, որ սա արհեստական, չգիտեմ, արդեն վախենում եմ, գիտեք, օրինակ շատ բան չանեմ, տեսեք, ամիսներ առաջ, չեմ ասում 1 տարի առաջ, ամիսներ առաջ, ես վստահ կարող եի ասել, որ մարդ եմ, որը տարբերակում է արհեստական բանականությամբ ստեղծված կոնտենտը իրականից, բայց այս վերջը ես հասկացա, մի քանի բան տեսա, հասկացա, որ գլուխ մի գովի, որովհետև արհեստական բանականությունը օր-օրի, ոչ թե ամիս, այլ առ-ամիս, այլ օր-օրի կատարելագործվում է եւ կարող է խաբել մեզ, բայց հիմա օրինակ այս մեկից էլի դե չեմ ուզում տենց միանշանակ ասեմ, բայց իմ կարծիքով հորոզները դա զուգահեռ են։ Շատ տարօրինակ իրավիճակ է։ Փոխնում է, հետևներից են գնում։ Դե սրա կեղծը ինչ պետք է լինի, ինչ մոտիվով պիտի տարածվի։ Դե որ շատ քլիքեր բերի օրինակ, էջ ակտիվանա, այսպիսի տեսանյութերը հենց այդ նպատակով են տարածվում։ Ես կհավատայի, լավ, չգիտեմ։ Կարծում եք, որ սա ճիշտ է։ Կարծում այո։ Շատ լավ, ճիշտ պատասխանն է եւ վաստակեցիք 4 միավոր։ Այս մասին այո միջազգային մամուլն էր գրել, ընդհանրապես ֆիլտրերը այո պետք է մի փոքր խիստ դնել։ Չնայած չի կարելի ասել, որ եթե օրինակ CNN-ը այս դեպքում գրել է այս տեսանյութի մասին, դա ճիշտ է, բայց իրենք ստուգել են, գոնե արհեստական բանականությունը ստուգող տեսանյութերը ստուգող հայտնաբերող հարթակներով անցկացրել են եւ տեսել են, որ իրական է, չնայած այդ գործիքներն էլ արդեն շփոթվում են եւ սխալ տվյալներ են տալիս։ Այո, սա ճիշտ է։
այնպես որ արդեն ամեն տարօրինակ բան ինչ տեսնում ենք համացանցում, պարտադիր չէ որ լինի արհեստական բանականություն։ Շատ լավ, հիանալի խաղ ունենք մերի, բոլոր հարցերին ճիշտ եք պատասխանում, ունեք 10 միավոր եւ գալիս ենք վերջին հարցին։ Վերջինն է արդեն։ Այո, եւ այն փորձել ենք գոնե բարդ հարց ընտրել, հուսով ենք մի փոքր ձեզ համար բարդ կլինի եւ բարձրաձայն փաստերի ստուգում կանենք հիմա միասին։ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքով քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը վերջին 7 տարում շեշտակի աճել է։ Այս պնդումը ճիշտ է։ Ըստ ձեզ։ Փաստորեն լրատվամիջոցը տարածել է սա։ Ես պիտի ասեմ հավաստի է թե ոչ, եթե մի անգամից կասեի այո, որովհետև լինելով սովորական քաղաքացի, շփվելով, ես ունեմ դեռահաս աղջիկ, շփվելով, տեսնելով, ես նաև մարզերում եմ շատ հաճախ լինում, այնտեղի խնդիրներին եմ ծանոթ եւ շատ ցավով եմ նկատում, բայց այո, շեշտակի աճել է, որովհետև տարբեր նոր շղթաներ են առաջացել, նոր մոտեցումներ այս երևույթին եւ մենք գիտենք, որ շատ հաճախ ում են թիրախավորում ամենախոցելի խմբին, իսկ դրանք դեռահասներն են, որոնք այն անցումային շրջանում են, չգիտեմ, փոքր են, մեծ են, այն շրջանում են, երբ ուզում են գումար աշխատել եւ շատ հեշտությամբ ընկնում են ծուղակները, բայց ուշադիր կարդացել եք, չէ՞ հարցը։ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպք թմրամիջոցներ, այսինքն եւ իրացում, եւ օգտագործում, չէ, երևի չի բան ավելի մասնավորեցված դեպքով քրեական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը վերջին 7 տարում շեշտակի աճել է։ Այսինքն ենթարկվել են պատասխանատվության այդ դեռահասները, բացի այն որ ներգրավվածության մասին չի խոսքը, հա, ավելի քրեական պատասխանատու, եթե ներգրավված են։ Օրինակ ես վստահ կասեի, որ ներգրավվածությունը աճել է, քրեական պատասխանատվության ենթարկված անչափահաս շեշտակի աճել է։ Թիվ լիներ մի քիչ կողմնորոշվեի։ Այս լուրը ներառել ենք հաշվի առնելով, որ տեղեկատվական դաշտում սա շատ է քննարկվում, բայց այդ քննարկման մեջ աղմուկի մեջ իրական վիճակագրությունը կորում է։ Այսինքն կա վիճակագրություն թվեր, իրականություն։ Այո, եւ կա դրա շուրջ աղմուկ, մանիպուլյացիա, կան նաեւ ճիշտ պնդումներ, եւ ուզում ենք իմանալ այս գայուն թեման որքանով են ճիշտ ընկալում հանրության շրջանում, կամ որքանով են տիրապետում իրականության, իրական թվերին։ Շեշտակի, այսինքն բավական ընկալենք, ոչ թե միթե շեշտակի աճել է։ Ես նորից եմ ասում, եթե այստեղ տեսնեի ներգրավվածություն, միանգամից կասեի, բայց այս քրեական գործերը երբեմն այս սենսացիոն թեմաները, այո, սիրում է մեր հասարակությունը, հատկապես սոցցանցերի մակարդակով, այն անչափահաս բառն են տեսնում մի քիչ ավելի, չի զարմանա, որ այստեղ տակը կոմենտներում նկարներ տեղադրեին անչափահասների, որ դեք մեր հարևանի երեխան էլ է պատասխանատվության ենթարկվել, բայց չգիտեմ, ինչ ասեմ, վերջին հարցն է։ Եվ ամենաշատ թվով միավորներն են նախատեսված, 5 միավոր, ամենաբարդ հարցը։ 10 ունեմ, եթե 5-ն էլ ունենամ։ Կդառնա առաջատար, չէ։ 4 հարցի ճիշտ է պատասխանել, վերջին 5-րդ հարցն է։ Պատասխանել։ Գիտեք, այսպես եմ նաև ուզում մտածել, քանի որ էլի անչափահասների հանդեպ ես շատ ուշադիր եմ, նաև մի քիչ անձնական բանով ելնելով ունեմ տանը դեռահաս, մտածում եմ մենք ավելի հաճախ լսած կլինեինք դեպքեր, հաշվի առնելով, որ մենք, հա, օրինակ անչափահասի մահը, ներգրավվածությունը որևէ սկանդալի մեջ կամ կռիվներում, չէ, դա շատ ավելի է տարածվում, դրա մասին շատ ավելի է խոսվում, պիտի խոստովանեմ, որ չեմ հիշում վերջին 1-2 տարում այդպիսի առանձին ինչ-որ դրվագ, որտեղ շեշտվի, որ անչափահաս է ներգրավված, որտեղ սովորաբար այս թեմաներից որ խոսում են, հա, գրեթե ամեն շաբաթ, որ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքով քրեական պատասխանատվության են մարդիկ ենթարկվել, բայց մեր լրատվամիջոցները այդ կբերեին առաջ անչափահասն է ենթարկվել քրեական պատասխանատվության, ինչպես օրինակ կանայք են շատ ավելի խոցելի, երբ կին է ներգրավված, օրինակ ավտովթարում առաջինը կբերեն, որ կնոջ պատճառով եղավ ավտովթար, տղամարդու դեպքում երբեք նման բանով չի խոսվի։ Եկեք ես չհավատամ 50-50 է, բայց եկեք չհավատամ, լավ, զուտ հենվելով նրա վրա, որ չեմ հիշում այդպիսի լուր։
Բայց չէ՞ որ ամբողջ լրահոսը ողողված է նրանով, որ թմրամիջոցները ահռելի ձևով շրջանառվում եւ հենց բոլորը նաեւ դավադրապաշտական ինչ-որ բան են փնտրում դրա մեջ, որ հենց թիրախում այո երիտասարդներն են եւ համակարգված ձևով դպրոցներում են դա կառուցում։ Թմրամիջոցների ոլորտում ամբողջ աշխարհում էլ որ նայում ես ուսումնասիրություններ, տեսնում ես որ իրենց թիրախը եւ գլխավոր ուղղությունը ովքեր են դեռահասները, որոնք ամենախոցելի, իրենց համար ցավոք սրտի կարևոր զանգվածն են։ Բայց մի լուր հերկվել էր վերջերս այդպիսի, երբ մարզերի դպրոցներից մեկում չափահասը իրացրել է թմրադեղ ծանր այն էր, բայց պարզվել էր, որ դա սովորական փոշի է, դա ամեն դեպքում ոստիկանության պաշտոնական պարզաբանումներ եւ ինչ որ զավեշտալի դեպքեր, որից ստացել էին ահասարսուր գլխագրեր մեր լրատվականները եւ այո դա երկար քննարկվել է։ Դե նաեւ այդ կոնֆետի տեսքով հիշում եք թմրամիջոցները, որ տարածվում էին հայկական դպրոցներում, այնուամենայնիվ այդ թեմայի շուրջ էլ չեղավ հստակ ինֆորմացիա, հեչում էլ հիշում հերկվեց թե ոչ։ Որոշների դեպքում լինում է, որոշների դեպքում չի պարզաբանվում թեման եւ այդպես էլ մեր ենթագիտակցության մեջ եւ ազդում մեր ընկալումների վրա։ Տեսնենք վերջապես ձեր ընկալումների վրա ինչպես է ազդում այս նախադասությունը, այս լուրը։ Պատկերացնենք մի լրատվամիջոց, այս լիդով կամ այս վերնագրով ինչ որ բան է հրապարակել։ Այդ լրատվամիջոցը ենթադրաբար պիտի երկար աշխատանք կատարած լինի, այսինքն հարցումներ ոստիկանություն։ Այո, սա լուրջ հետաքննական նյութ պիտի լինի, որովհետև այստեղ չկա թիվ, այսինքն նոր հաղորդագրություն չի տարածվել, որ գիտեք, վերջին 1 տարում 50%-ով ավելացել է կամ թիվ լիներ, այսինքն այս որ ասեիք որ լրատվամիջոց։ Չէ, չեք ասի աղբյուրը, այո։ Հայաստանյան լրատվամիջոց։ Հայաստանյան լրատվամիջոց։ Եվ բազմաթիվ լրատվամիջոցներ, մի քանի լրատվամիջոցներ։ Մեկը երևի արել է հետաքննությունը, մյուսները վերցրել տարածել են։ Այո։ Կամ սխալ է կարդացել վիճակագրությունը, այդպես էլ է չէ լինում։ Լրագրողները վիճակագրությունը սխալ են հասկանում կամ համատեքստը չեն հասկանում վիճակագրության։ Ամեն դեպքում կա տեղեկատվական դաշտում տպավորություն, որ թե շրջանառությունը, թե ներգրավողները եւ հատկապես անչափահասները շրջանում շատացել են եւ շեշտակի։ Եկեք վախենամ լավ այս շեշտակի բառից։ Ես մեղավոր չեմ լրատվամիջոցն է, մի վարքյան, բայց եթե հետաքննություն են արել, հետաքննություն են արել, մարդիկ աշխատել են, այդ չգիտեսում հավատաս։ Լավ, ես հավատում եմ, որ սա ճիշտ է։ Եվ վերջին փորձությունը չանցակների, այո, սա սխալ պատասխանն է։ Հայաստանում անչափահասների շրջանում քրեական պատասխանատվության ենթարկվածների թիվը հենց այս դրվագով ոչնչով չի տարբերվում նախորդ տարիների վիճակագրությունից, այո, բայց նույն թվերն են եղել 2010-ականներին, օրինակ 2025-ին եղել է 8 այդպիսի անչափահաս։ Բայց հիմա որ լրատվամիջոցն է այսպիսի բան տարածել։ Դե սա մի քանի լրատվամիջոցներից հավաքված վիճակագրություն է, որտեղ սխալ եզրահանգման էին ըստ էության եկել։ Եւ նաեւ սա սպասարկում էր այն թեզը, որը մենք քննարկեցինք, որ ահռելի քանակի են հասել թմրադեղերը, իհարկե որոշակի աճ կա շրջանառության տեսակետից, այո, բայց անչափահասների զանգվածաբար ներգրավվածությունը դրան եւ քրեական պատասխանատվությունը իհարկե չափազանցություն է։ Շեշտակի բառից վախեցա, բայց այո, միշտ չի որ մեր կարծրատիպերին եւ ընկալումներին իրողությունները համընկնում են։ Շնորհակալություն ամեն դեպքում շատ հետաքրքիր խաղ էր, հետաքրքիր էր հատկապես այս հարցը այսքան երկար վերլուծելը, որովհետեւ զգայուն թեմա է։ Այո։ Եվ փաստացի ունեք 10 միավոր, շատ լավ խաղեր, մերի շնորհավորում եմ, առաջատարը չեք, բայց առաջատարներից եք։ Շնորհակալ եմ։ Եվ նվեր ունենք ձեզ Մերի Ռոբինզոնը Արամ Պաչյանի, ձեզ բարի ընթերցում։ Շնորհակալ եմ։ Պաչյանից մի քանի գործ կարդացել եմ, վերջինը ծիպներ, սա էլ կընթերցեմ, մերսի շատ։ Շատ լավ, շնորհակալություն, որ մեր տաղավարում էիք։ Դե ինչ դուք դիտում էիք, հավատում եմ, չեմ հավատում, մեդիագրագիտության խաղը։ Մեր տաղավարում հյուրընկալել էինք բլոգեր հաղորդավար Մերի Ներսիսյանին։ Ես Նանեն էի, կհանդիպենք։